Հատուկ ուշադրություն արտաքին ծառայությանը։ Մեր քաղաքացին արժանի է ամենամեծ հարգանքին, ու հենց այդպես է հարկավոր մոտենալ արտաքին ծառայությունը կազմակերպելիս։ Ամեն ինչ փոխադարձ է, եւ քաղաքացին այսօր արդեն իսկ ոստիկանին պատասխանում է նույն հարգանքով, ավելի ու ավելի վստահ։ Հասարակական կարգը պահպանող փողոցներում մարդկանց կողքին ծառայություն իրականացնող ոստիկանը դառնում է Գյումրվա կոլորիտի անբաժանելի մասը։ Բարեկապահակետային ծառայության այս աշխատակիցներն էլ ոչ միայն ի պաշտոն է հրաման կատարողի նման ստիպողաբար են բարեհամբույր ու պատրաստակամ, այլ ի սրտե արդեն գիտակցել են, թե ինչ սարեր կարելի է շարժել փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Իհարկե, սարերից խոսել դեռ վաղ է, բայց դրա ժամն էլ կգա։ Բողոքում են ճանապարհային ոստիկանության աշխատանքից, գուցե մի քիչ էլ սովորույթի ուժն է իներցիա տալիս այդ բողոքներին։ Խնդիրն իհարկե կա, բայց այդ խնդիրն էլ պետք է լուծել համատեղ, նույն հարգանքի մթնոլորտում։ Անօրինական պահվող զենք զինամթերք լուրջ եւ կարևոր խնդիր է, որ այսօր կրկին լուծվում է հիմնավորապես փողվստահության մթնոլորտում, բացատրական աշխատանք ու պրոֆիլակտիկա։ Ի վերջո մարդկանց բռնելն ու պատժելը նպատակ չէ ու չի կարող լինել։ Յուրաքանչյուրս պետք է հասկանա անօրինական զենքի վտանգավորությունը ու եթե ունի, ինքնակամ հանձնի, եւ գիտակցում են, եւ հանձնում են։ Այս տարվա մարտի 4-ին բացատրական աշխատանքի շնորհիվ Շիրակի մարզի տարածքում արձանագրվել է կամավոր զենք հանձնելու 12 դեպք։ Թվենք, շոմայիս տեսակի ինքնաձիգ ու փամփուշտներ, նռնակ ու պայթուցիչ քաղաքացին հանձնել է ոստիկանության մուշի բաժին։ Կումայրիի բաժին հանձնել են նռնակ ու փամփուշտներ, Արթիկում 3 հոգի հանձնել են մեկական որսորդական հրացան, մեկ ուրիշը նռնակ, 2 պայթուցիչ ու փամփուշտներ։ Անիի բաժին մեկը հանձնել է որսորդական հրացան, մեկ ուրիշը հակատանկային նռնակ եւ այլ ռազմամթերք։ Ախուրյանում որսորդական հրացան հանձնողը խնդրել է օրինականացնել զենքն ու վերադարձնել, իսկ մեկ ուրիշը ներկայացրել է տարաբնույթ ռազմամթերք։ Աշոտքի բաժին հանձնած է ինքնաշեն զենքեր, Ամասյայինը ինքնաշեն ատրճանակ ու փամփուշտներ։ Ահա այսքան վտանգ է կանխվել Շիրակի մարզում, ընդամենը մեկ օրում։ Փոխվում է այն տպավորությունը, թե գյումրեցիները խուսափում են ոստիկանների հետ շփումներից, նույնիսկ կատարված հանցագործության մասին չեն հայտնում։ Քաղաքացիներից մեկը զանգահարել էր ոստիկանության Գյումրիի քաղաքի մուշի բաժին եւ հայտնել, որ իրենց թաղի արդեն փակ խանութում լույս է նշմարվում, ու մինչ այդ էլ լսել է ինչ-որ շրխկոց։ Այդ պահին սովորականի նման ոստիկանական խմբերը գիշերային ծառայություն էին իրականացնում։ Ամենամոտ գտնվող խմբին հրանգվեց շտապ մոտենալ խանութին։ Դեպքի վայր մեկնեց նաեւ բաժնի օպերատիվ խումբը։ Քաղաքացին ճիշտ էր նկատել, արդեն առավոտյան գողը բռնված էր եւ հերթը քնչական գործողությանն էր։ Եկա այստեղ կայնա, ցերես բան կար, երկդի կլոր, ստից քաշելուպես նախալու բացվա։ Ու մրա խանութ։ Խանութը լուսավորել էր վառիչի լապտերիկով, ինչը սակայն չէր վրիպել հոգատար քաղաքացու աչքից, ու մինչ հավաքում էր ցուցապեղքում եղած ծխախոտներն ու քաղցրավենիքը, ահազանգով ոստիկաններին հաջողվել էր արագ հասնել դեպքի վայր։ Հետո ելա դուսոր էստայ, դե էսի ցեխի մեջ ընկա, այստեղ շալվարս բալորավ, միլիցիաներն այստեղ երևից կուկային։ Ես ընկա ու իրանք բռնեցին, ու տարանք բան միլիցիա։ Իրավապահներին օգնության էր հասել փողոցի անմխիթար վիճակը։ Գետինը թաց էր, փոսերն անձրևաջրով լի, ու կասկածյալը սայթաքել ընկել էր ջրափոսը։ Կարապետյանը ձերբակալվել է, հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն։ Հանցագործությունները բացահայտվում են նաև առանց քաղաքացիների օգնության։ Փետրվարի 5-ին ոստիկանության Կումայրիի բաժին էր դիմել մի ժամկետային զինծառայող ու հայտնել, թե 2 օր առաջ անհայտ անձը դանակի սպառնալիքի տակ իրենից վերցրել է բջջային հեռախոս։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումն արագ բացահայտվեց, իսկ կատարողը 1991 թվականին ծնված Աղազ Բարցիցն էր։ Փետրվարի 19-ին նույն բաժին դիմաց քաղաքացուին հայտնել էր, որ իրենց գրասենյակից գողացել են պլանշետ, պատճառելով 152,000 դրամի նյութական վնաս։ Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ օրը ցերեկով գողությունը կատարել է 1985 թվականին ծնված Արսեն Սարգսյանը, հարուցվել է քրեական գործ։ Բացահայտվեց նաև մարմնական վնասվածք հասցնելու դեպքը, անգամ այն պարագայում, որ նույնիսկ տուժողն էր խանգարում քննությանը։ Փետրվարի 15-ին ժամը 22-ին Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության մուշի բաժին ստացվեց հաղորդում, որ իրենց մոտ է տեղափոխվել Ռուբիկ Հարությունյանը, կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։ Նման դեպքերում սովորաբար պարզվում է, որ կտրող ծակող ասվածը դանակ է։ Ոստիկանության մուշի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Հարցին, թե ինչ հանգամանքներում եւ ով է իրեն դանակահարողը, Հարությունյանը տվեց այնպիսի պատասխան, ինչպիսին սովորաբար տալիս են նման դեպքերում ոմանք. դանակահարել է անծանոթ մեկը։
Իհարկե, չնայած նման պատասխանին, սովորաբար ոստիկանները առանց տուժողի օգնության էլ ի վերջո հայտնաբերում են դանակահարողին ու պարզում բոլոր հանգամանքները։ Այդպես եղավ նաև այս դեպքում։ Տուժողը փորձել է թաքցնել իրականությունը եւ ցուցմունք տվել այն մասին, որ իբր թե իրեն դանակարել են ինֆեկցիոն հիվանդանոցի մոտակայքում ինչ որ զինվորականներ։ Տուժողի մատնանշած դեպքի վարի զննությամբ անանման հետքեր, ականատես անձին կամ հանցագործության բնորոշ հատկանիշներ չեն հայտնաբերվել։ Տուժածն այսօր էլ խուսափում է որևէ բան ասելուց, միայն բազմանշանակ ժպտում է։ Երբավելի դեմի, շիրակացի փողոցի վրա։ Ում հետ է։ Մինակ։ Մենակ եմ եղել, ասում է, բայց դժվար էր հավատալ, որ իրեն խարակիրի է արել։ Լեգենդները հերքելուն զուգահեռ ոստիկաններն աշխատում էին բացահայտել ճշմարտությունը։ Շուտով պարզվում է, որ այդ օրը Ռուբիկ Հարությունյանը մասնակցել է իր բարեկամուհու նշանդրեքի միջոցառմանը։ Ճաշկերույթը բորբոքվել է։ Ժամը 21-ի սահմաններում Հարությունյանին տեսել էին Տամբակում իր մորեղբոր որդու Արտյոմի հետ վիճաբանելիս։ Արտյոմը Ռուբիկին համոզել է, ասելով քրոջդ նշանդրեկն է, մի հարամի։ Ռուբիկը սակայն շարունակել է հայոյել, ինչից հետո երկուսով վիճաբանելով հեռացել են։ Ձեռնարկված քննչական եւ համապատասխան օպերատիվ հետազոտական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է տուժողի մորեղբոր որդին Արտյոմ Սամվելի Հարությունյանը։ Արտյոմ Հարությունյանին, որը Գյումրու քաղաքապետարանում աշխատանքի էր ձևակերպված որպես պահակ, անմիջապես հայտնաբերել չի հաջողվում։ Զգալով վտանգը կանխավ թաքնվել էր քննությունից, բայց հեռու չէր գնացել։ Արտյոմ Հարությունյանը մատնանշեց հանցագործության գործիք հանդիսող դանակի թաքցնելու վայրը, այն հայտնաբերվեց վերջինիս տանից մոտ 5 մետր հեռու գտնվող պատի հիմքին գտնվող խողովակի միջից։ Նշանակվել է դատաբժշկական, հետքաբանական եւ քրեագիտական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։ Բոլորովին այլ էին փետրվարի 24-ին գրանցված բնակարանային գողության պայմանները։ Այս անգամ տուժողը արագ զանգել էր ոստիկանության կումայրի բաժին ու պատմել գլխին եկածը։ Ես եղել եմ տունը, բալկոնը իհարկե, լվասկ փռելու ժամանակ։ Երեխուն ուղարկել եմ խանութ հացի, տամեն տևել 15-ից երևի 20 րոպե։ Ներս եմ եկել, աշտեն գողությունը կատարվել վերջացել էր։ Դիմեցինք ոստիկանություն անմիջապես։ Այսքանը ոչ մեկին չէր տեսել, ոչ մեկին չէր կասկածում, եւ ոստիկանները ստիպված էին կրկին դիմել օպերատիվ հետախուզական միջոցներին։ Արդյունքը երկար սպասել չտվեց, շուտով բաժին բերման ենթարկվեց կասկածյալ Գագիկ Սարգսյանը։ Գագիկ Սարգսյանը խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարի 24-ին ժամը 14-ի սահմաններում գնացել է Գյումրի քաղաքի Գարեգին Նեժդեի 4 բեր շենքի 6-րդ հարկում բնակվող ընկերոջ տուն։ Ընկերը տանը չի եղել, այդ պահին նկատել է, որ դիմացի հարևանի տան մուտքի դուռը գտնվում է կիսաբաց վիճակում։ Ներս է մտել, նկատելով, որ տանը մարդ չկա, մտել է ննջասենյակ, անտեղից վերցրել է Nokia 200 տեսակի բջջային երկքարտանի հեռախոս, այնուհետև մտել է հյուրասենյակ, նկատել է հյուրասենյակի կահույքի վրա դրված զարդատուփ, որտեղից վերցրել է 2 հատ կանացի ոսկյա մատաններ եւ հեռացել է։ Սարգսյանը չէր էլ իմացել, որ տանտիրուհին տանն է, պատշգամբում։ Գողին արդեն բռնել են, կալանավորված է, ուղղակի գողոնը հետ վերադարձված չէ դեռ։ Տուժողի կորուստը վերականգնելու հարցը կարևորում են նաև իրավապահները։ Քննության պարզվել է նաև, որ Գագիկ Սարգսյանը գողացված ապրանքները վաճառել է Գյումրու ոսկու շուկայի մոտ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ գողացված ապրանքները հայտնաբերելու եւ տուժողին պատճառված նյութական վնասը վերականգնելու համար։ Շիրակի մարզի ոստիկանների համար էլ հավատամք է թմրամոլության ու թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարել միշտ եւ անզիջում։ Սա ռազմավարական խնդիր է ողջ հանրապետության համար եւ ինչպես անօրինական զենք զինամթերք հայտնաբերելու առգրավելու պարագայում նպատակը բռնելն ու պատժելը չէ։ Վերջին օրերին ձեռնարկված միջոցառումներով միայն Գյումրու 2 բաժիններ բերման են ենթարկվել 6 հոգի, որոնք կասկածվում են թմրամիջոցներ պատրաստելու եւ օգտագործելու մեջ։ Բոլոր դեպքերում էլ խոսքը տնայնագործական պայմաններում բենզինի հիմքով պատրաստված, այսպես կոչված կոկորտիլոզ թմրամիջոցի մասին է, մի թունատեսակ, որի օգտագործումը ուղիղ ճանապարհ է դեպի մահ։ Քիչ է, սխալվել եմ ու հաստատ կսեմ որ դժվար է տենամ, որտեղ չեմ ուզում մեռնի։ Դիմենք բուժ կենտրոններին, ինչով կլան օգնել երևի։
Գիտակցում է, բայց մի քիչ ուշ, ու թունավորել էր ոչ միայն իրեն, այլև 22-ամյա մի տղայի, հյուրասիրել էր։ Ոստիկանությունում նոր գիտակցում է, որ նման հյուրասիրությունը թշնամություն է։ Տղան հանդիսավոր երդվեց այլևս չդիմել այդ քայլին, իսկ թե ինչքան ժամանակ է օգտագործում, պատասխանեց. Մեր 3 անգամ էլի։ Բժիշկներին դիմելու գաղափարը վատը չէր, մնում է հուսալ, որ կդրսևորեն կամք ու իսկապես կբուժվեն, մանավանդ, որ այսօր դրա հնարավորությունները կան։ Մեր բաժինը համագործակցում է Գյումրի քաղաքի նարկոլոգիական դիսպանսերի հետ, որտեղ ստեղծվել է թմրամոլների բուժման մետադոնային ծրագիր։ Մեր հայտնաբերած թմրամոլներին մենք ուղղորդում ենք նշված դիսպանսեր բուժման կուրս անցնելու նպատակով։ Ոստիկանությունում բոլոր թմրամոլներն էլ խոստանում են այլևս չդիմել այդ կործանիչ քայլին։ Ցավոք ոստիկանների փորձը հակառակն է ապացուցում։ Ես իմ խելքը շատ էր պատրաստեցի էլի։ Որպես ոստիկանները մտանես բռնվա։ 2 անգամ է մերը ուղղակի փորձելու համար կամ բան, թե չես ընդհանրապես Փորձեցիք։ Հա, չհասցրեցի, բռնեցին ոստիկանները։ Ծրագիր կա մետադոնային։ Ես այդ ծրագրի մեջ եմ։ Լավանում ենք։ Մետադոնի կուրս ենք անցնում բուժման։ Մնում է հուսալ, որ կհաղթանակի գիտակցությունը, ու չնայած թերահավատությանը, ոստիկանները համաձայն են այս հարցում սխալված լինել։ Մյուս հարցերում հանրապետության, նաև Շիրակի մարզի ոստիկանները սխալվելու իրավունք չունեն, միասին, բոլորով։ Փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում պետք է ապացուցել, որ բարեփոխումները իսկապես էլ բարեփոխումներ են։